Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան։ Դե ինչ ո վիդեո։ Սած դիր զենքը թե չէ կկրակես։ Ուրեմն դու Անաստասյան ես։ Իհարկե, թե կարծում էիր, որ Հավիտյան կմնամ այնտեղ, որտեղ թողել էիր։ Իսկ որտեղ եմ թողել։ Սուրբ կույս հուսով եմ ամեն ինչ կստացվի, այլապես նա ինձ կսպանի։ Գրողը տան, ինչու ես թութակի նման ասացներս կրկնում։ Ոչ։ Դու օրեցօր ինձ ավելի ու ավելի ես զարմացնում։ Շարունակիր այդպես, մինչև հիմա դա քեզ շատ լավ է հաջողվել։ Դու ինձ խելագարության չես հասցնի, քեզ չի հաջողվի հեռացնել ինձ քո ճանապարհից։ Հենց հիմա ասա, թե ինչու ես ինձ հեռացրել իմ աղջկանից։ Ինչ էիր դրանով ուզում ասել։ Հեռու մնա, հեռու լսեցիր, չմոտենաս։ Ես ընդամենը մի բան եմ ուզում քեզանից լսել, այնպես որ խոսիր։ Ինչ ես մտադիր անել ինձ հետ։ Դե խոսիր։ Ասա, խոսիր։ Դե Այդ ինչ աղմուկ է։ Միգուցե միկրոֆոնն ինչ-որ բանի է կպնում, մնում է սպասենք ու տեսնենք։ Ոչ, այդպես վերջնականապես կզախողվենք։ Վիդեոյի վերջը այսօր պիտի լինի։ բավական է ինձ աննեղ դեմքով նայես։ Ես քո կինն եմ, այն նույն կինը, ում հենց ինքդ ես խոստովանել, որ երբեք չես սիրել ու միայն պարոն Տոնի դրդմամբ ես ամուսնացել ինձ հետ։ Օվիդիո, մի բան արա։ Մենք պետք է բռնենք քեզ, չէ՞ որ դիմացինդ Անաստասիան է։ Եթե նա չմատնի իրեն, ուրեմն հրաշալի դերասան է։ Ոչ, նա կմատնի իրեն։ Խոսիր Օվիդիո։ Բոլորը կիմանան, թե ով է իրականում Օվիդիո Բորովսկին։ Ու ինչպես է կարողացել վարպետորեն սպանել իր կնոջը։ Եթե պետք լինի, մի ամբողջ կյանք էլ այստեղ կմնանք, միայն թե պիտի ասես, ինչու ես առևանգել ինձ, նորից եմ կրկնում, ինչու ես ինձ առևանգել։ Լսիր խելքը թրծրել ես, ինչու ես գոռում։ Ուրիշելում կհամարեն Չարլի երրորդ հրեշտակը, դե իհարկե ինձ։ Հիմա ասա, թե քույրս որտեղ է։ Հիմարը շպիտը վերացրու դեմքիցդ։ Ու ասա տեսնեմ ինչպես ես դուրս եկել, ինչպես ես բացել դուռը։ Դուռը մի անցորդ է բացել ինձ համար, կարծում եմ պաղպաղակ վաճառող էր, որովհետև զանգը։ Բայց դա հնարավոր չէ, ոչ ոք նկուղ չէր կարող իջնել։ Նկուղ։ Նա քրոջս նկուղում է պահում։ Հիմա առևտրականներն ուր ասես մտնում են, եթե չես հավատում ինձ, դա արդեն քո խնդիրն է։ Քո առջև կանգնած կինը ես եմ, Անաստասիան, եւ վերջ։ Անաստասյան։ Վստահ ես, որ դու Անաստասյան ես։ Ինչ էր պատրաստվում անել ինձ հետ, ինչ, ուզում էիր սպանել ինձ։ Դու իսկապես մտադիր ես հարաբերություններ ունենալ Գոյիտայի հետ, ախր նման բանի նա վիճակի չէ Մակո, եթե հարցը մի հաճելի ընկեր ու մի երկու համբուր ունենալը լիներ, դա ուրիշ բան։ Իսկ ինձ ուրիշ ինչ է հարկավոր։ Միթե չեք տեսնում, որ նրան պարզապես նայելն ինձ երջանկացնում։ Նա չի կարող տնային տնտեսուհի լինել Մակո, չի կարող եփել, մաքրել, լվանալ, արտուկել։ Բայց ինչ կա որ, միակ բանը, որ ես ուզում եմ սերն է, այլ ոչ թե տնային տնտեսուհին, հասկանում եք։ Այո, բայց եթե գիրքը այլ քայլերի դրդի, ինչպես ես Գրեգորիայի հետ անկողին մտնելու Մակո։ Մակո, հապա մտածիր, դու գիտես թե ինչ է նշանակում, երբ Գրեգորիայի նման կինը հղիանում է։ Ոչ կանգ արեք, հենց հիմա կանգ արեք, բավական է։ Ինձ այդ նման բաների մասին մի խոսեք, որովհետև չեմ ուզում անգամ մտածել այդ մասին։ Մի շարունակեք։ Գիտես որն է խնդիրը, որ դու Անաստասյան չես, դու Կատալինան ես։ Համոզված եմ այդ խուլը քեզ է հասրել արտասովորի մահվան լուրը ու դու էլ եկել ես, որ մոլորեցնես ինձ։ Դու իսկապես խառնակի չես Օվիդիո, ինչու քո մասին մի գիրք չես գրում։ Պիտի գրեմ,
Բայց այն մասին, թե ինչպես պետք է ապրել եռյակի հետ, առանց թույլ տալու, որ նրանք հիմարեցնեն ու ծաղրեն քեզ։ Քո կարծիքով ես հիմար եմ։ Աուրելիոին կարող ես հիմարեցնել, բայց ինձ ոչ։ Ես շատ լավ եմ ճանաչում քեզ։ Այո, դե իհարկե ճանաչում ես, բայց դու շատ ես սխալվում։ Ես քո ճանաչելու տաղանդի հետ դեռ շատ կխաղամ։ Քիչ էր մնում ճանաչել նրան, բայց նա չհավատաց, որ Անաստասիան է։ Իսկ ով է նրա հետիկին։ Ուղղակի հարցնում եմ, որպես իմանամ, թե ինչ է կատարվում։ Նա Կատալինան է, ինչպես որ Օվիդիոն ասաց։ Ուղղակի բանն այն է, որ մենք մտածում ենք, որ եթե շփոթեցնենք, նա կմատնի իրեն։ Բայց դա հեշտ չէ։ Ինչ եք կարծում, որ ուղղակի վախից նա ամեն ինչ կպատմի մեզ։ Այո, այդպես ենք կարծում, բայց չստացվեց։ Ես սա քեզ ոչ թե որպես կին եմ ասում Մակո, այլ որպես հոգեբան, որքան էլ որ սիրես Գրեգորիային, զգացմունքը մի կողմ թող ու նախ նրա մասին մտածիր։ Իսկ այլ բանը որն է։ Ես եմ, տեսեք տիկին, ձեր հոգեբանությամբ որ ուզում եք կարող եք գնել, միևնույն է պետք է ընդունեք, որ սիրո մեջ դա ոչ մի արժեք չունի։ Մակո, նրա վիճակում մենք պետք է վերլուծենք բոլոր դրական եւ բացասական կողմերը, հասկանում ես։ Ոչ գրողը տանի տեսնում եք, թե ինչպես եք խոսում, ինչ վիճակ։ Ինչ է, ես ու Գոյտան ծայրահեղ դեպքեր ենք։ Այդ դեպքում ծայրահեղություն համարեք նաև այն, որ առանց այդ սիրո մենք կմեռնենք։ Իսկ դուք, ասեք, դուք ինքներդ լավ գիտեք թե ինչ է նշանակում սիրահարվել։ Դրանք տարբեր բաներ են, Մակո։ Ոչ, ինչ տարբեր բաներ։ Դուք հաշվի եք առել, որ ես նախին դատված եմ եղել։ Գնահատել եք իմ արարքը, ուսումնասիրել եք իմ դեմքը։ Գրեգորյան մտավոր հետամնաց է։ Դա ես հասկանում եմ։ Հասկանում եմ, բայց հիմա փորձեք այն սրտից բացատրել։ Դա սկսեք բացատրել։ Տեսնում եք, հեշտ չէ։ Հեշտ չէ տիկին, որովհետև երբ սիրում ես, չես ուզում մտածել։ Դուք դա ինձանից էլ լավ գիտեք։ Իսկ հիմա լավություն արեք ինձ։ Ավելի լավ է գնացեք։ Որովհետև ես զայրանում եմ գիտակցելով, որ դուք իրավացի եք։ Միայն այդ խուլի նման հիմարը ու քեզ նման կռվարարը կարող էր հավատալ, որ ես այս էժանագին խաղով կմատնեի ինձ։ Դու Անաստասիան չես։ Տեսնում ես ինչպես ես քեզ մատնում։ Տեսնենք որտեղից գիտես, որ կինը, որին դու նկուղում պահել ես, ես չեմ։ Միամիտ մի եղիր, ինչ նկուղ, ոչ մի նկուղ էլ չկա։ Տեսնում ես, որ ես նույնպես խաղալ գիտեմ։ Ես Անաստասիայի մասին ոչինչ չգիտեմ, պարզապես, որովհետև ես չեմ առևանգել նրան։ Դժբախտաբար, ես չեմ բանականը։ Եթե ուզում ես հավատալ, որ ես Կատալինան եմ, լավ, մի կոճետի սեղմումով ես Կատալինան կդառնամ։ Դե լավ, դու բռնեցիր ինձ, եղավ։ Բայց այս գործը փակված մի համարիր, որովհետև ես գիտեմ, որ դու ինչ-որ բան ես թաքցնում ու կպարզեմ, թե ինչ է դա։ Այնպես, որ զգույշ եղիր, շատ զգույշ։ Զգույշ եղիր, քիթդ մի կախիր։ Ուշադրությունդ քեզ վրա պահիր։ Թե չէ ուտելիքը կպչացնես, մոռացիր Սանտիագոյին սիրելիս, այլևս մի մտածիր նրա մասին։ Ձեր սերն անհնար է։ Գիտեմ, տիկին Յոլանդա, պատկերացնում եք սենյակիս առաստաղի վրայի ամեն մի չնչին բիծն արդեն անգիր գիտեմ, ամբողջ գիշեր չեմ կարողացել աչք փակել, միայն նրա մասին էի մտածում։ Ինչ ահավոր է, այնքան վատ է, երբ այդպես սիրահարվում ես։ Իսկ Թեոբալդոն։ Չգիտեմ, թե ինչպես գլուխս ազատեմ նրանից, արդեն կոկորտիս է հասցրել։ Եթե չլիներ այն փաստը, որ ոչ ոք ինձ չի հավատում, ապա ես վաղուց մեղադրանք կներկայացնեի նրա դեմ, որպեսզի այդ մարդը դադարեր անհանգստացնել ինձ։ Ախ, Վիոլի, լավ, արի գործի անցնենք, նախ սկսում ենք, ոչ, բայց սկզբից կերամատը չէր, այլ ջղախոտը, բայց լավ, ոչինչ, արդեն այդպես ես արել, ուրեմն սկզբից ջղախոտը, հետո կերամատը, իսկ ամենավերջում պանիրը, ուրեմն օգնիր։ Դե օգնիր։ Ախր ինչ անեմ, ոչ ոք չի հավատում, նախքին անառակին ու ոչ էլ նույնիսկ հավատում են, երբ ասում են, որ փոխվել եմ, տղամարդկանց միակ նպատակն ինձ օգտագործելն է, իսկ կանայք ինձ այնպես են նայում, ասես ամենավերջին անարժանը լինեմ։ Դա շատ դժվար է։ Գաղտնիքը հենց շերտերի մեջ է։
Մարդիկ կարծում են, թե սա սովորական ջաղախոտով տորթ է, բայց իրականում այդպես չէ։ Հանկարծ ուտում ես ու պարզվում է, որ այստեղ պանիր էլ կա։ Շատերին պանիրն է դուր գալիս, բայց ասեմ, որ կերամատն էլ իր հերթին է յուրահատուկ համ տալիս։ Սիրելիս շատ է պատահում, որ առանց ճշմարտությունն իմանալու մարդիկ այս ու այն կողմ են բամբասում։ Այնպես որ սրտիդ մոտ մի ընդունիր լավ, որովհետև դու հո գիտես, թե դու ով ես ու ուր ես գնում։ Ինձ տես, ես դեռ այստեղ եմ ու դեռ Յոլանդա պասն եմ, կապ չունի, թե ինչպես են բոլորն այս տանը իմ դեմ դրամադրված։ Սպասեք, հանգստացեք։ Ահա որ քոր է գալիս։ Սպասեք։ Հանիր։ Ներեցեք։ Վերջ, պատրաստ է։ Այո, լավ է։ Դե, ամեն ինչ պատրաստ է։ Դե ինչ, գրասենյակում կհանդիպենք։ Գնա հետևի դռնով։ Լավ։ Զգույշ կլինես։ Չգիտեմ ով իդյոն որտեղից եզրակացրեց, որ երրակից միայն Կատալինայի մոտ կարող է այդպիսի քոր սկսվել։ Նա ճանաչեց ինձ։ Ախր փորս այնպես էր քոր գալիս, երևի այդ լարերից էր, չգիտեմ, մի խոսքով, իսկ հիմա ինչ ենք անելու։ Դե ճիշտ է, չասես թե որտեղ է Ալեքսանդրան, բայց հիմա գիտենք, որ նա իսկապես չի կարող տարբերել ձեզ։ Կամ որ նա արդեն անում է, տեսնում է Անաստասիային։ Այո, իսկ եթե նա թմրանյութի ազդեցության տակ է, որովհետև առաջն անմիջապես տարբերում էր մեզ։ Ամենայն դեպս դա մեզ համար լավ է։ Նա կարծում է, թե Ալեքսանդրն Անաստասիան է, ու դա մեզ ձեռնտու է, որ կարողանաս երեքի դերն խաղալ։ Եվ նա ոչինչ չի նկատի։ Ես միայն մեկի համար եմ վարձատրվում, չէ՞։ Դու երեքի դերում էլ հանդես կգաս, նոր Անաստասիան կլնես մյուս օրը Կատալինան, իսկ կեսօրն Ալեքսանդրան։ Մենք դրան խելագարության կհասցնենք։ Պատկերացնում ես, երեքը մեկի մեջ, երրակի խառնուրդ։ Համաձայն եմ, ես երեքի դերն էլ կտանեմ, այո։ Իսկ եթե համոզվելու համար երեքին էլ սպանի։ Մտեք։ Եթե ձեր այցելությունից հետո մի բան ուտի, կասեմ, որ միշտ կաք, որովհետև վիճակը շատ վատ է։ Նա ոչ մի բան բերանը չի դնում։ Մի բան կեր Մատեո, խնդրում եմ։ Ոչ, քաղցած չեմ, Էմիլիա, շնորհակալ եմ։ Բայց եթե Գիտես, պարոն Տոնին այստեղ եկավ ու ինձ մարդասպան անվանեց։ Ofreciéndome estupideces para que confesara. իսկ դու ինչ արեցիր։ Որքան էլ պնդեցի, որ ես չեմ բանականը, Սերուկը չհավատաց ինձ։ Մի անհանգստացիր Մատեո։ Դու դուրս կգաս այստեղից։ Զուր ես քեզ կործանում, կեր ու հանգստացիր։ Ոչ ոք դեռ չի կարողացել ինչ-որ բան ապացուցել, ու մինչև չապացուցեն, դու անմեղ կհամարվես։ Բայց պետք է անես սերիմ։ Ես միայն այդպես կարողանամ պաշտպանել քեզ։ Դե լավ, ես կանեմ այն, ինչ դու ես ասում։ Համ Կատալինան կլինեմ, համ Ալեքսանդրան, համ էլ ես։ Լավ, համաձայն եմ։ Ես կանեմ դա։ Այդպես Օվիդիոն կմատնի իրեն, հավատա ինձ։ Արի այստեղ։ Ինչ գործ ունես այստեղ այս սրիկայետ։ Ինչպես ես համարձակվում, դու աղջկա սենյակում ես գտնվում անառակ։ Փողոցային կին։ Էհ, գծել ես ինչը։ Ինչ է քեզ հետ կատարվում։ Ոչ։ Ու Անաստասիայի հետ ես սիլիբիլիանում, իսկ ես ոչ մեկի դու չեմ տակնոջից հետ այդպես վարվել։ Շնորհակալ եմ, Էմիլիա, շնորհակալ եմ։ Ինչի համար է շնորհակալ։ Դե որովհետև նման պահերին ես հասկանում, թե ով է քեզ սրտանց սիրում ու գնահատում։ Այս անգամ ես կողաղին չեմ, հետևի Աուրելիո։ Ինչ խաղ հիմար։ Դու ինքդ ես ասել, որ Կուբիլանը պաշտոնապես հայտարարել է, թե Անաստասիան մահացել է։ Իսկ նա մահացել է, ուրեմն քալերը չափավորիր նրա քույրերի հանդեպ, լավ մտածիր։ Նա Կատալինան է։ Քեզում տեղն ես դրել գրողը տանի։ Միթե մենք հենց նոր ննջարանում չխոսեցինք։ Հիմա ես ավելի համոզվեցի, որ քրոջս դու ես առևանգել, դու ես դա արել, այնպես որ ցած իջել շուատրճանակդ։ Իսկ այն խուլը, որտեղ է խուլը։ Չգիտեմ։ Երևի ներքևում է, Կլաուդիայի հետ։ Ուրեմն այնտեղ կգնամ, որպեսի համոզվեմ։ Դե գնա։ Գնատես։ Աուրելիո, նա կիմանա ամեն ինչ։ Ներքևում ոչ ոք չկա, Աուրելիո։ Այնց դա է մեր խնդիրը, շտապիր, արագ ներքևի չի։ Քանի դեռ նա չի իջել, արագացրու։
Կտեսնես, աղջիկ, գիշերօթիկ դպրոցում շատ հեշտ է սովորել, կտեսնես։ Այո, ու եթե միասին գնանք նույնիսկ ավելի լավ կլինի։ Իսկ միջնակարգ դպրոցի վկայականը ստանալուց հետո էլ քոլեջ կգնանք, այնպես չէ։ Ես այնքան ուրախ եմ ձեզ համար, շնորհավորում եմ, սովորելը ամենալավ բանն է։ Իսկ երեխան որտեղ է փոքրիկը։ Արի Անուշիկս, արի գնանք խաղանք։ Սա ինչ էր։ Ես սխալ էի։ Դու իրավացի էիր։ María Մարիա Գրացյան անխելքի մեկն էր։ Նա ինձ ասաց, որ ճանաչում է բանականին ու դրանով ինձ գլխացավանքի մեջ գցեց։ Ինչ ես փորձում ինձ ասել։ Էմիլիա, աղաչում եմ քեզ, ուզում եմ, որ ներես ինձ։ por todo. Ես քո հանդեպ անարդար եմ եղել։ Էմիլիա, խնդրում եմ, ներիր ինձ։ Ես ներում եմ քեզ, Մատեո։ Կլաուդիա հայրիկն է։ Եթե ներսում ես դուռը բաց արա։ Կլաուդիա։ Կլաուդիա հայրիկն է, բացիր դուռը։ Ես դռան թակոցը չլսեցի, բայց տեսա, որ այն շարժվում է, այսինքն քիչ էր մնում, որ կոտրեիր այն։ Ինչ է պատահել, սիրելիս։ Ինչու չէիր բացում դուռը։ Երբ հայրիկը դուռը ծեծում է, անմիջապես վազիր ու բաց արա։ Եղավ, սիրելիս, որովհետև դա կարող է շատ շտապ լինել Անուշիկս։ Եղավ, հասկացար։ Քույրդ Կատալինան այստեղ է։ Այո, գիտեմ։ Ամբողջ գիշեր զրուցում էինք։ Արդեն գնացել է։ Ոչ։ Միթե դու չես նրան Անաստասիայի նման հագցրել, որպեսզի իմ ռեակցիան ստուգես։ Սրիկա, ես չեմ մահացել։ Ոչ, դա իմ մտահղացումը չէր։ Աուրելիոն ու Կատալինան են մտածել դա։ Ես նրան ասում էի, որ այդպես չվարվի, որովհետև անօգուտ կլինի, որովհետև դու շատ լավ ես տարբերում մեզ, ճիշտ չէ։ Իհարկե տարբերում եմ։ Միթե դու Կատալինայի հետ չէիր։ Այո, նրա հետ է։ Իսկ քո ուզածն ինչ է, որ միշտ այս տանը մնա։ Ես միայն ուզում եմ, որ վերջ տրվի արտասովորի խաղին, որովհետև եթե չգիտեք, ասեմ, Կուբիլանն այսօր զանգել է ու հայտնել, որ Անաստասիային պաշտոնապես մահացած են համարել։ Ողորմած Աստված, Հիսուս Քրիստոս։ Դու գիտես, որ այս գործը չի ավարտվել Օվիդիո։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել, փնտրել է, հարցաքննել, բայց ոչինչ չի գտել։ Այնպես որ թե իմ, թե նրանց համար Անաստասիան պաշտոնապես մահացած է, ու այդպես էլ կլինի, այս տանը բոլորի համար նա մահացած կհամարվի։ Մորակույր, Ինչ է պատահել։ ոստիկանությունն Անաստասիային պաշտոնապես մահացած է համարել։ Շատ եմ ցավում, որդիս, մենք ոչինչ չգիտեինք։ Պարզապես մնում է, որ վաղը գնամ ու մի քանի թղթեր ստորագրեմ եւ վերջ, արդեն պաշտոնապես Սամուրի կհամարվեմ։ Ներեցեք, աղջկան պարկեսնեմ թող քնի։ Այո, դար։ Ինչ է կատարվում այստեղ։ Այն, որ արտասովորը մահացել է։ Միթե իսկ որտեղից գիտեք դա։ Ոչ, չգիտենք, հենց նոր լսեցինք, որ նրան մահացածների ցուցակում են գրանցել։ Սուտ է, որովհետև մինչև այդ սանձարցակին հատակին փռված չտեսնեմ, ես դրան չեմ հավատա։ Դա հաստատ որդուս, Օվիդիոյի սարքած գործն է։ Քույրս չի մահացել։ Դուք նրա մարմինը տեսել եք։
Որևէ մեկդ նրա հուղարկավորությանը եղել եք։ Ոչ, այնպես չէ, ուրեմն ինչպես կարող եք ասել, որ նա մահացել է, քույրս չի մահացել։ Դե իհարկե ոչ, այդպես չէ, նա չի մահացել, իհարկե, քույրդ չի մահացել։ Ոչ ոք այս խոհանոցում այդպես չի մտածի, մինչև չտեսնի նրա մարմինը։ Հանգստացիր։ Նա չի մահացել։ Այո, նա ողջ է։ Ես դա այստեղ եմ զգում։ Սրտիս մեջ։ Ճիշտ է, քույրս տառապում է, ահա որ ապրումների մեջ է, բայց նա չի մահացել։ Սիրելիս, Նա չի մահացել։ մենք քեզ կօգնենք գտնել քրոջդ, ամեն ինչ կանենք, միայն թե մի հուսահատվիր, լավ։ Ճիշտ է, հույսը վերջինն է մեռնում։ Այնպես չէ, Մակո։ Այո, ճիշտ է, ասացիր Ալեքսանդրը, մենք հիմա մենք քրոջդ փնտրելու վրա ենք կենտրոնացել։ Այ կտեսնես, որ դու կգտնես նրան։ Հույսներս չպետք է կորցնենք, մենք պետք է հավատանք Աստծուն։ Կամ ինչպես Սանտիագոն է ասում, Աստված ցանկացած բան կարող է անել, մնում է, որ մենք հավատանք դրան։ Así que pa'lante, chamos. Երեք ամիս անց։ Վիոլետա, սիրելիս, հիշիր, որ այսօր պետք է մաքրենք գորգերը, թե մոռացել ես։ Ոչ, իհարկե ոչ։ Այսօր ես շուտ եմ գնալու, հիշում եք, չէ, ես թույլտվություն եմ խնդրել։ Այո, Սանտիագոն այսօրվան երկար է սպասել։ Այո։ Աստված իմ, ես մոռացել էի, 3 ամիսն արդեն անցավ։ այո, Չէի հիշում։ Հիմա կգնամ ու Տոնիին կհիշեցնեմ այդ մասին, համոզված եմ նա էլ է մոռացել։ Սանտիագոն այսօրվան երկար է սպասել։ Դա ո՞րն է։ Այսօր նրան քահանա են ձեռնադրելու։ Այսօր Սանտիագոն քահանա կդառնա։ Այսօր որդուս Սանտիագոյի ձեռնադրության օրն է։ Այսուհետ Տերն ինձ բազմաթիվ արտոնություններ կտա, չէ որ ես քահանայի մայր եմ լինելու։ Շնորհավորում եմ Ագրիպինա, քեզ նույնպես Թեոբալդո։ Շնորհակալություն, եթե ուզում եք, դուք էլ կարող եք գալ մեզ հետ։ Ոչ դժբախտաբար մենք ձեզ հետ չենք կարող գալ, այսօր Մարիա Գրացիայի մահվան օրն է։ Մենք պետք է նրա շիրիմին այցելենք։ Մի անհանգստացեք, մենք ձեզ հասկանում ենք։ Այո, մի անհանգստացեք։ Այդ արարողությունը շատ երկար ու ձանձրալի կլինի։ Դուք կորսնելու բան չեք ունենա, մի անհանգստացեք։ Առայժմ։ Ցտեսություն։ Գնում եք։ Այո, դու էլ շտապիր, որովհետև ուշանում ենք, ժամը քանիսն է։ Ոչ, մայրիկ, ես գալու ցանկություն չունեմ։ Օվիդիո, խնդրում եմ, այդպես մի վարվիր եղբորդ հետ։ Օվիդիո, Սանտիագոն մեզ է սպասում, մենք պետք է նրա հետ լինենք։ Արագացրու, մենք արդեն ուշանում ենք։ Արի, արագացրու, օգնիր ինձ Թեոբալդո։ Տոնի, սիրելիս, ինչ է պատահել։ Տոնի, տեսքդ այնքան էլ լավ չէ։ Գունա, տես, քրտնել ես։ Ախ, Տոնի, ավելի լավ է Լեոնին կանչեմ։ Լեոն, արագ արի, խնդրում եմ, Լեոն։ Ինչ է պատահել Յոլանդա։ Պապիկի դիվիճակը վատացել է։ Յոլանդա, հենց հիմա շտապօգնություն կանչի։ Պապիկը մեռնում է։ Պետք է նրան հիվանդանոց տեղափոխել։ Ո ոչ, չի կարող պատահել։ Լսում ես ինչ շարժվիր Յոլանդա, արագացրու։ Պապիկ դիմացիր, ես քեզ հիվանդանոց կտանեմ։ Միայն թե պետք է բոլորին պատմես երեքային փոխպատվաստման մասին։ Ինչ փոխպատվաստման մասին է խոսքը, Լեոն։ Ինչ ես խոսում։ Տոնին ինձ երբեք երիկամի մասին ոչինչ չի ասել։ Յոլանդա, բանն այն է, որ Ոչ, Լեոն, ոչ։ Բայց ինչ է կատարվում ամուսնուս հետ։ Նա ինչ երիկամի խնդիր ունի։ Ինչ փոխպատվաստման մասին ես խոսում։ Աղաչում եմ ինձ ճշմարտությունն ասա, Լեոնի սեր Աստծո։ ճշմարտությունն այն է, Յոլանդա, որ եթե նրան հենց հիմա հիվանդանոց չտեղափոխենք, հնարավոր է որ նա հենց այստեղ էլ մեռնի։ Իսկ ես չեմ կարծում, դու ուզում ես այդ իմանալ։ Այնպես որ արագ շտապօգնություն կանչիր, հենց հիմա։ Լեոն, երիկամի մասին ոչ ոքի մի ասա։ Անգամ Աուրելիոին խոստացիր, որ ոչինչ չես ասի։ Այո, պապիկ, լավ, խոստանում եմ, բայց կարծում եմ դու պետք է անկեղծ լինես Աուրելիոյի հետ։ Եթե երիկամը չպատվաստենք, դու կմեռնես, պապիկ։ Այո, ճաշը համարյա պատրաստ է։ Ես կարող եմ գնալ։ Խնդրում եմ, արագ շտապօգնություն կանչեք, Տոնին մեռնում է։ Հանգստացիր, լաց մի լինիր, հանգստացիր։ Ալո, այո, խնդրում եմ, շտապօգնություն ուղարկեք Բորովսկիների առանձնատուն, արագացրեք, հիվանդը ծանր է։ Մի անհանգստացիր, մայրիկ, նա ուժեղ մարդ է, ամփերիր, նրան ոչինչ էլ չի լինի, հանգստացիր։ Ես հուսով եմ, աղջիկս։ Ինչ է եղել։
Յոլանդային ինչ է պատահել։ Ինչու եք այդպիսի դեմք ընդունել։ Պարոն Տոնիի վիճակը վատ է, ես հենց նոր շտապ օգնություն կանչեցի։ Տեսեք, ապա փոքր հանգստանանք։ Ուղեղս արդեն թմրել է, ահավոր հոգնել եմ։ Ախր 3 ամիս է, անդադ պարապում ենք։ Վերջ ջուր, նստիր։ Համարը վերջացրել ենք, բացի այդ, տես որ առաջադիմում ենք։ Ձեռնաշղթաները հագցնելուց հետո պետք է աչը լուրջ լինենք, որպեսզի հանցագործ հնարավորություն չունենա որևէ սխալ շարժում անելու։ Ներեցեք ինձ, ներողություն եմ խնդրում։ Մակոներ իր գիտեմ, որ չի կարելի ձեզ խանգարել, բայց Աուրելո տնից են զանգել, երևում է վատ բան է եղել։ Թող անցնեմ։ Ալո, Աուրելո արագարի պարոն Տոնին հենց նոր հիվանդանոց տեղափոխեցին, նրա վիճակը վատ է։ հենց հիմա գալիս եմ։ Գոյտա, բոլորին ասա, որ ես շուտով կգամ։ Կգաս ինձ հետ երեխային զբոսանքի տանենք։ Դու գիտես, որ վազելով կգայի։ Այնքան եմ ուզում հաջողվել այս աշխատանքից, բայց երեխաների մասին հոգ տոնել իմ սրտով չէ։ Խոսեիտո, մեր Կլաուդիան է, ուրիշի երեխա չէ, բացի այդ այդպես մենք կկարողանանք շփվել միմյանց հետ։ Դա արդեն ուրիշ բան է։ Ուղղակի ուզում եմ ասել, որ դա մեծ պատասխանատվություն է։ Երեխայի մասին հոգտանել մի վայրում, որտեղ մարդասպան է ապրում, ոչ։ Վախենում ես ինչ է։ Պատկերացնում ես։ Աստված մի առասցե հանկարծ Կլաուդիայի հետ զբոսանքի ժամանակ վանական է հայտնի ու տանին նրան։ Բայց հակառակ դեպքում էլ կասես, որ քեզ միայնակ եմ թողել այնպես, չէ՞։ Այո, Վերջապես իմ որդին Սանտիագոն Աստծո հովանու ներքո կլինի, Աստված իմ եթե տատիկս տեսներ նրան։ մտածում էի, թե չեմ կարողանա ժամանակին հասնել։ Իսկ որտեղ է հայրս, դեռ չի եկել։ Չգիտեմ, կարծում եմ ոչ։ Նա ուշանում է, որովհետև հիմա ամեն անգամ տեղ գնալիս Յոլանդան ժամերով պատրաստում է նրան։ Երևի ճանապարհին է։ Ինչ տարօրինակ է, Բրոմելյան ու Ակվիլեսը չեն գա, նրանք պետք է գերեզման գնան։ Ափսոս, որ ամբողջ ընտանիքն այստեղ չէ, որպեսզի տեսնի որդուս օծման արարողությունը։ Սա շատ կարևոր արարողություն, այնպես չէ։ Ահա եւ նա։ Միգուցե չես գալ Վիոլետա։ Միգուցե այդպես մեր բաժանումն այդքան ցավալի չի լինի։ Նրան արդեն տարել են։ Բայց ինչ է կատարվել։ Չգիտեմ, ես Վիոլետային էի փոխարինում, նա Սանտիագո ձեռնադրությանն է գնացել։ Իսկ երբ ուզում էի գնալ, Յոլանդան եկավ ու ասաց, որ հարետ շատ վատ է, եւ նրան շտապ հիվանդանոց են տարել։ Ահա եւ նա։ Հանգստացիր, մայրիկ։ Ախ Աստված, Ինչ է պատահել, մայրիկ։ հայրիկիդ վիճակը լուրջ է։ Լեոն ինչ որ Երիկամի փոխպատվաստման մասին շեշտեց։ Ինչ։ Երիկամի փոխպատվաստում։ Դու չես կարող հրաժարվել աշխատանքից միայն այն պատճառով, որ ընտանիքում մարդասպան կա, ընդհակառակը ով հոգ կտանի մեր մասին, եթե դու գնաս։ Տեսնում ես։ Դու ինձ դժվարկացության մեջ ես դնում։ Հիմա քեզ ինչպես ոչ ասեմ։ Ուզում ես մի բան իմանալ։ Ես իսկապես կուզեի, որ մենք միմյանց ավելի լավ ճանաչեինք, կարողանայինք շփվել, դուրս գալ։ Այո, ես էլ կուզենայի, բայց ես քեզ այս մասին երբեք չեմ ասել։ Բայց հիմա քանի որ խոսք բացեց, ասեմ, որ յուրահատուկ զգացմունք եմ տածում քո հանդեպ։ Իսկապես։ Այո, որովհետև վանականի հարցակումից հետո միայն դու իմ հետևից հիվանդանոց եկար։ Ու ես անչափ շնորհակալ եմ քեզ դրա համար։ Ես չէի ուզում, որ քեզ այդ վատ բան պատահի, Իսկ ինչու։ որովհետև ես քեզ շատ կկարոտեի։
Էմիլիա, քույրդ Կլեմենտինան որտեղ է։ Այգում է Խոսեիտոյի հետ, Կլաուդիային են զբաղեցնում։ Այ Սևմիչատի հետ։ Աստված իմ, սա իսկական մղձավանջ է։ Լավ, արագացրու Էմիլիա, պետք է Սանտիագոյի օծման արարողությանը գնանք։ Մայրիկ չգիտեմ գամ թե ոչ, որովհետև պապիկին հիվանդանոց են տարել, կարծես նրա վիճակը ծանր է։ Չի կարող պատահել։ Այո, Ինչ, դա ճիշտ է։ Ինչ անեմ Վալենտինո, Սանտիագոյի ձեռնադրությանը գնամ, թե հայրիկի մոտ հիվանդանոց։ O me voy a ver a papi a la clínica. Ես կարծում եմ ավելի լավ կլինի, եթե հիվանդանոց գնաս։ Այո, դու իրավացի ես։ Արի հիվանդանոց գնանք։ Իսկ դու լսիր Էմիլիա, անհապաղ գնա, խնդրում եմ, ու քրոջը տուն բեր, որովհետև չեմ ուզում, որ նա այդ Սևմիչատի հետ մնա։ Լսեցիր ինձ։ Այդ դուք չեք ինձ ընտրել, այդ ես եմ ձեզ ընտրել։ Տերը ձեզ շնորհել է հավիտյան բարին արարելու հզոր ուժը։ Որդիս քահանա կդառնա, ու ոչ ոք չի կարող նրան ետ պահել այդ ճանապարից։ Ոչինչ ու ոչ ոք, փառք Աստծո։ Ինչ որ խնդրեք Տիրոջից, նա անպայման կտա ձեզ։ Նա արդեն քեզ մոտ է տերիմ։ Սանտիագոն հրեշտակ է։ Նա միշտ էլ քոնն է եղել։ Ես երախտապարտ եմ քեզ, որ նրան իմ կյանքի ճանապարհին կանգնեցրեցիր։ Ով մոտենա այն երիտասարդը, որն ուզում է սարկավակ դառնալ։ Սանտիագո Բորովսկի Սամանիեգո։ Ես սիրում եմ քեզ։ Nasparo Violeta. Սանտիագո Բորովսկի Սամանիեգո։ Այստեղ եմ։ այդ ժամանակ արդեն գիտեիր։ Դե, կասկածում էի։ Իսկ երբ ինձ մոտ հիվանդանոց եկար, կասկածանքներս ավելի ակնհայտ դարձան։ Լսիր, հիմա հարցեր տալու իմ մերտն եմ։ Իսկապես կարծում ես, որ ինձ մա սևամորթը այսպեսի գեղեցիկ վայր լինելու իրավունք ունի։ Իսկ դու ինչ ես կարծում։ Իհարկե ունի, աշխարհի բոլոր հնարավորությունները քոնն են։ Ես կորցնում եմ քեզ, Սանտիագո։ Ես սիրում եմ քեզ։ Լեոն, չգիտես, որ որդուս ծիսակատարությանն ենք եկել։ Ժամանակը եկել է օրեղբայր։ Պապիկի վիճակը շատ նա ամեն րոպե կարող է մեռնել։ Արդեն դուրս եմ գալիս։ Այ տուր։ Չես ուզում տեսնել գլխավոր մասը։ Այստեղ ինչ գործ ունես։ Արի գնանք, գնացինք։ Այդ անառակն ինչ գործ ունի այստեղ։ Հայրիկն արդեն տարավ նրան, հանգստացիր, քո որդին քահանա կդառնա։ Հիմա երբ մեր եղբայրը պատրաստվում է քահանա դառնալ, ուզում եմ ձեզ տեղեկացնել մեր կողմից նրան սպասվող կոչման մասին։ Այո, Խոսեիտոն ինձ դուր է գալիս ու ես դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Բացի այդ դու պետք է հասկանաս ինձ, Էմիլիա, չէ՞ որ դու էլ Մատեոյի համար ես խենթանում, բայց դա ուրիշ է։ Միթե, իսկապես, իսկ ինչու, ես ու Խոսեիտոն հիանալի զույգ ենք կազմում։ Ինչ։ Կոնստանսա, լավ ես զգում քեզ։ Գրողոտան, ես գիտեի, որ այսպես կլինի։ Ախ, Աստված իմ, ախր ինչ է քեզ հետ կատարվում։ Միթե չես տեսնում, թե ինչ անհարմար դրության մեջ ես ինձ գցում քո ապագա հայրիկի մոտ։ Ինչ հասացիր։ Լսիր, Սևուկ, հեռացիր այստեղից, քանի դեռ վերջը չեմ տվել։ Ոչ, Խոսեիտո։ Իսկ դուք երկուսդ այստեղ եկեք։ Մենք հենց հիմա պետք է շատ լուրջ խոսենք։
Հարկ Աստծո, որ գտանք քեզ որդիս, ինչպես է նա, ինչ է կատարվում։ Պապիկի վիճակը վատ է Յոլանդա։ Ասա մեզ Լեոն, ճիշտ է որ հայրիկին պետք է երեկայում փող պատվաստում անել։ Արքայադուստր Դիանայի մահից հետո սա ամենաահավոր բանն է, որ երբևէ կատարվել է ինձ հետ։ Ես այնքան նյարդայնացած եմ, Վալենտինո, չեմ կարող այս վիճակով հայրիկին այցելել։ Ոչ, իհարկե չես կարող, միևնույն է նրա դեպքում սպասելուց բացի ոչինչ չի մնում անել։ Իսկ եթե հիմա այստեղ մնաս, աղջիկներիդ կօգնես, նրանց խնդիրները կլուծես։ Այո, դու իրավացի ես, Վալենտինո, մենք պետք է միասին լուծենք այս խնդրը, հարկավոր է այս աղջիկներին մի լավ իրենց տեղը դնել, դու խոսիր նրանց հետ, դու տղամարդ ես։ Ես խոսեմ։ Ոչ։ Մի րոպե, այս խնդիրը քեզ ու երեխաներիդ է վերաբերում այնպես, որ դու ինքդ պետք է կարգավորես այն Կոնստանսա, լուրջ եմ ասում։ Ես այս թիմի մեջ չեմ մտնում, ես ավելորդ եմ, կտեսնենք, ցտեսություն։ Ոչ, Վալենտինո, սպասիր, Վալենտինո, ես դեմ չեմ, որ մնաս, բացի այդ, դու շուտով իմ ապագա ամուսինն ես դառնալու, իմ անպաշտպան աղջիկների հայրը, Վալենտինո։ Տեսար թե այդ սևամորթի ետևից ընկնելդ ինչի հասցրեց։ Դուք հենց հիմա բացատրություն կտաք ինձ։ Իշտ հիշեք բարի հովի կերպարը, որը պատրաստ էր ծառայություն մատուցել, այլ ոչ թե ծառայություն ընդունել, փնտրել ու փրկել այն, ինչը կորած էր մինչ այդ։ Դու ես մարմնավաճառ եմ եղել։ Ես զրուցակցի կարիք եմ զգում։ Պետք է պատմել ամբողջ կյանքիս ճշմարտությունը։ Այ Խուան։ Ամեն ինչ ավարտված է Վիոլետա։ Որդիս, մինչ օծման արարողությանն անցնելը պետք է բոլորի առաջ հաստատենք այս հոգևորականությունն ընդունողի անձը։ Մենք դա սովորաբար բարձրաձայն չենք անում, բայց այսօր արքայության օրենքները բացահայտ կշեշտենք։ Գուցե ներկաների մեջ կա մեկը, որը դեմ է Սանտիագոյի ձեռնադրմանը։ Ես։ Սա ինչ բան է, որտեղ է այդ դժբախտ Վիոլետան, տարեք նրան այստեղից, թե չէ աչքերը կհանեմ, իմ Սանտիագոն Աստծուն է պատկանում, թող ինձ։ Աստված իմ հանգստացիր, ով է այն անձնավորությունը, որը դեմ է այս երիտասարդի քահանա ձեռնադրվելուն։ Տեր իմ, դա ես եմ։ Դու ինձ սովորեցրել ես անկեղծ լինել, ու հիմա ես չեմ կարող այլ կերպ արձագանքել։ Քո բոլոր նախանշաններն ինձ քեզ մոտ են բերում, բայց այլ ճանապարհով։ Ինչ է սա։ Սա ինչ բան է, ով է դեմ այս արարողությանը։ Սեմինարը անցկացրած տարիների ընթացքում ես սովորել եմ սիրել ու ծառայել քեզ։ Խնդրում եմ, խոստովանեք ով է դեմ։ Ես եմ դեմ ու հրաժարվում եմ սարկավակ դառնալու ձեռնադրությունից։ Ես մի կնոջ եմ սիրահարվել ու նախընտրում եմ ընտանիք կազմել նրա հետ, ապրել նրա հետ այն, ինչ զգում եմ։ Այլ կերպ չեմ կարող վարվել նման արարողությունից առաջ։ Ես սիրում եմ Վիոլետա Սիլվային ու հանուն նրա ես քահանա չեմ դառնում։ Ալեքսանդրա, Տոնին ինչպես է, ինչ է պատահել նրան։ Բանն այն է, որ ծերուկը քիչ էր մնում մեռներ, բայց վտանգն արդեն անցել է, նա հիմա վերակենդանացման բաժնում է։ Վերակենդանացման բաժնում, ուրեմն վիճակը իրոք վատ է, իսկ բժիշկները ինչ են ասում, Լեոնը նրա հետ է։ Այո, Լեոնը հենց նոր նրա մոտ գնաց Յոլանդայի ու Աուրելիոյի հետ, երևում է վիճակը շատ լուրջ է, քիչ առաջ Լեոնն ասաց, որ պարոն Տոնին միայն երիկամի փոխպատվաստումը կփրկի։ Նշանակում է բոլորը գիտեն, իսկ ինչ են մտադիր անել, եթե Տոնին հարկավոր է երիկամի փոխպատվաստում անել, ուրեմն պետք է նոր երիկամ փնտրենք, ով կարող է դոնոր լինել։ Չգիտեմ, բայց պետք է երիկամ գտնենք։ Հենց դրա համար է ընտանիքը։ Եթե ուզում ենք փրկել Տոնին, ուրեմն պետք է ինչ-որ մեկն իրեն զոհաբերի։ Ընտանիքի անդամներից որևէ մեկը պետք է դոնոր հանդիսանա։
Ինչու ես լաց լինում։ Ինչպես լաց չլինեմ, եթե իմ սիրած տղամարդը հենց նոր քահանա է դարձել։ Գիտեմ, որ այդ փաստը քեզ մեծ ուրախություն է պատճառում, որովհետև մտածում ես, որ հիմա ես ազատ եմ, բայց իմացիր, որ ես կհեռանամ։ Կհրաժարվեմ ամեն ինչից, նույնիսկ կյանքից։ Ամեն դեպքում գոնե գեղեցիկ ու մաքուր սեր ապրեցի։ Այո, բայց դու չես կարող հենց այսպես հեռանալ։ Ախ, Թեոբալդո, ինչու իմ կյանքում հայտնվեցիր։ Ես կորցրեցի նրան։ Միակ լավ բանը, որ եղել էր իմ կյանքում, դա Սանտիագոն էր ու ես կորցրեցի նրան։ Նա արդեն քահանա է։ Այո, նա հիմա քահանա է։ Այնպես որ մենք այստեղ անելիք չունենք։ Ես կարող եմ քեզ տանել ուր ուզում ես։ Ոչ, լավ կլինի, որ մենք այլևս իրար չտեսնենք։ Ոչ։ Ես պետք է հեռու գնամ, որպեսզի մոռանամ նրան։ Բայց Վիոլետա, սպասի մի րոպե, ես քեզ կարող եմ տանել ուր ուզում ես, հետո քեզ նորից մենակ կթողնեմ, խոստանում եմ, վստահիր ինձ։ Խնդրում եմ։ Երբեք մտքովս չէր անցնի, որ քեզ կասեմ սա, բայց շնորհակալ եմ։ Սանտիագոն շատ անկեղծ է։ Նա ճիշտ է վարվում։ Ներեցեք ինձ ձեր այդ գերազանցություն, ներեցեք ինձ հայր Խուան, բայց ամենակարևոր բանը կյանքում ինքիդ քո առջև անկեղծ լինելն է։ Տերը գիտի, որ ես կշարունակեմ ծառայել իրեն, աշխատել իր համար ու շարժվել իր խորհուրդներով, միայն թե իմ սեփական ընտանիքի հետ։ Ակնհայտ է, որ դու լավ խորհել ես եկեղեցու հետ քո հարաբերությունների մասին։ Բայց այդ որոշումը պետք է սեմինարիայում անցկացրած քո տարիների ընթացքում կայացնեիր։ Համենայն դեպս ես քեզ ազատ եմ արձակում։ Կարող ես տուն վերադառնալ։ Շնորհակալ եմ ձեր այդ գերազանցություն։ Հայր Խուան, խնդրեմ։ Աստված քեզ հետ որդիս։ Ես գիտեմ, որ հոգով բարի անձնավորություն է Սանտիագո։ Դու լավ հայր կլինես քո ընտանիքի համար։ Տերեմ, ես խոստանում եմ, որ լավ ամուսին կլինեմ ու լավ հայր։ Շնորհակալ եմ։ Ես վաղուց եմ պնդում, որ այդ փոխպատվաստումը անեմ, բայց պապիկը ուշադրություն չէ դարձնում։ Իսկ հիմա նրա կյանքը միայն երեկայում փոխպատվաստումից է կախված։ Ոչ, Աստված իմ ոչ։ Լավ, սպասիր մի րոպե, մայրիկ, հանգստացիր, խնդրում եմ։ Իսկ ինչու մեզ այդ մասին շուտ չես ասել, Լեոն։ Մենք ինչ-որ բան կարող ենք անել։ Ինչը չգիտես պապիկին ավրելու։ Նա ստիպեց ինձ երթել, որ այս մասին ոչ ոքի չեմ ասի։ Նաև ասաց, որ ինքը անձամբ դնոր կգտնի։ Աստված իմ, ինչու նա ինձ ոչինչ չի ասել։ Ես ախր իր կինն եմ։ Ինչ կամակոր է այդ ծերուկը։ Լսիր Զարմիկ։ Իսկ ինչ ենք անում երեկամին դանոր գտնելու համար։ Դե որոշակի պահանջներ ու ձևական կողմեր կան, որ պետք է ապահովենք։ Իսկ ինչու ես հարցնում։ Որովհետև թե հորս կյանքը դրանից է կախված, ես ինքս կարող եմ դոնոր հանդիսանալ։ Ես երեկամս կտամ հայրիկին։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունը թորին բաց կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրկոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթայված